Բարև ձեզ ու շնորհակալություն, որ ստեղ եք եկել եք, որպեսզի այսօրվա Արշակ Սրբազանի գործի վերաբերող կամ գործերից մեկին վերաբերող ասուլիսին մասնակցելու հիշում եք, որ ասուլիսը վերաբերվում է մասնավորապես այն հայտնի տեսագրություններին, որոնք վերագրվում են Արշակ Սրբազանին եւ որի վերաբերյալ դեռևս նոյեմբերից սկսած իմ կողմից փորձաքննություններ նշանակվելու միջազգային փորձաքննություններ նշանակելու ուղղությամբ աշխատանքներ իրականացում եւ փետրվարի 15-ին իմ հայտարարությանը տեղյակ եք, որ ստացվել է արդեն 3 պետություններից փորձագետների եզրակացություններ, ուզում եմ ասեմ, որ ելի կան պետություններ, որոնցից դեռ սպասում են եզրակացություններ, բայց 3-ը կարծում եմ բավարար է, որովհետեւ մենք արդեն հնարավորություն ունենայինք դրա մասին խոսելու։ Ուզում եմ խոսքը սկսել հատկապես այս ամսի 15-ին իմ հայտարարությունից հետո քննչական կոմիտեի կողմից կատարված հայտարարության վերաբերյալ փորձեմ մեկնաբանել, որից հետո նոր անցնենք մնացած հարցերին։ Ուրեմն իմ հայտարարությունից հետո, որ 3 միջազգային փորձաքննությունների եզրակացություններն արդեն կան, քննչական կոմիտեն ինձ համար շատ զարմանալի, նաև տարօրինակ մի հայտարարություն արեց, մոտավորապես նշելով, թե գիտեք ինչ, քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներից դուրս իրականացված փորձաքննությունները դրանք ապացուցողական բնույթի նշանակություն չունեն եւ այլն, դեռ մի բան փորձեց նորից խոսել այդ մասին, թե իրենց կողմից նշանակված կամ իրականացված փորձաքննությունով հաստատվել է, թե իբր տեսագրության մեջ պատկերված անձը Արշակ Սրբազանն է։ Նախ շատ զարմանալի է, թե քննչական կոմիտեն ինչի չգիտի, որ փաստաբանը ինքը կարող է փորձաքննություն նշանակել, քրեական դատավարության օրենսգիրքն նախատեսում է նման կարգ, այսինքն ասել, թե քրեական դատավարության օրենսգիրքից դուրս իրականացված գործողությունը իմ համար դա անհասկանալի է։ Քրեական դատավարության օրենսգիրքը թույլ է տալիս փաստաբանին, որպեսզի իրականացնի, որպեսզի նշանակի փորձաքննություն։ Բայց այստեղ հարցը այդ չի, իսկ ինչ կապ ունի քրեական դատավարության օրենսգիրքով նախատեսված եւ այն գործով վարույթը մեր կողմից նշանակված եւ հիմա հրապարակվելիք փորձաքննությունների հետ որևէ առնչություն չունի։ Մենք որևէ դեպքում քրեական դատավարության շրջանակներում ոչինչ ապացուցելու ցանկություն ու անհրաժեշտություն չունենք այս գործով։ Մենք այս փորձաքննությունները չենք իրականացրել, որ որևէ եղանակով դա քրեական դատավարությունում որպես ապացույց ներկայացնենք։ Ինչի՞, որովհետեւ հարուցված կամ իրականացվող վարույթի շրջանակներում Արշակ Սրբազանը թեև ունի վկայի կարգավիճակ, դատավարական կարգավիճակ, բայց փաստացի տուժողի կարգավիճակ ունի։ Իդեպ այս մասին եմ ուզում կարճ անդրադառնալ, թե ինչի վկայի եւ ոչ թե տուժողի, որովհետեւ առաջարկվել էր, որ Արշակ Սրբազանը ճանաչվի տուժող այն հոդվածով նախաձեռնված քրեական վարույթով, որով հիմա քննություն իրականացվում է։ Մասնավորապես անձնական եւ ընտանեկան կյանքի գաղտնիության ռեժիմը խախտելով հոդվածով իրականացվող վարույթով։ Արշակ Սրբազանը հենց առաջին օրը հայտարարեց, որ ինքը առնչություն չունի այդ տեսակցության բովանդակությանը, այդտեղ պատկերված իրողությունները իր հետ որևէ առնչություն չունի, հետեւաբար ինքը չէ կարող տուժել իր անձնական կամ ընտանեկան գաղտնիքի ռեժիմը խախտելուց։ Եթե ինքը չի, ուրեմն իր անձնական ու ընտանեկան գաղտնիքը որևէ մեկը չի խախտել։ Բայց փոխարենը հայտարարվեց նաև հնչականում, որ մեկ այլ բանից է տուժել Արշակ Սրբազանը, մասնավորապես այն բանից, որ ինչ-որ մեկը կամ ինչ-որ մարդիկ կես տեսագրությունները ստեղծելու ճանապարհով փորձել են հարատավորել այդ մարդու անունը, փորձել են ատելություն սերմանել Արշակ Սրբազանի եւ ընդհանրապես եկեղեցու նկատմամբ։ Եվ հետեւաբար գործի քննության ուղղություններից մեկը կամ մեր համոզմամբ միակ ուղղությունը դա պետք է լինի եւ հետեւաբար պետք է քննություն իրականացվի այդ ուղղությամբ եւ հայտնաբերվեն այն անձին, որոնք որ իրականացրել են այդ կեղծիքը եւ այնուհետ դրա տարածում։ Հիմա խոսեմ այն փորձաքննության մասին, որի մասին այդքան քննչական կոմիտեն խոսեց եւ որը, ինչպես հիշում եք, ներկայացվել էր մի քանի եպիսկոպոսների։ Այդ փորձաքննությամբ, դատատեսած այնագրային փորձաքննությամբ միայն մեկ հարց է դրվել։ Արդյոք տեսագրության մեջ պատկերված տղամարդը Արշակ Սրբազանն է թե ոչ։ Այս մի հարցն է դրվել։ Օրինակ հարց չի տրվել, արդյոք այդ տեսագրությունը իրականության հետ առնչություն ունի թե ոչ։ Արդյոք այդ տեսագրությունը կեղծիք է թե ոչ, որևէ նման հարց չի տրվել։ Հիմա ես դրա մասին, երբ որ արեցի իմ առաջին հայտարարությունը, ինչ էի ասում, մենք ոչ չենք ասում, թե Արշակ Սրբազանը կանգրահետ մի բաց մաշկով մի երիտասարդ է, որը բոլորովին նմանություն չունի այդ տեսագրության մեջ եղած
անձի հետ։ Մենք այլ բան ենք ասում, ասում ենք տեսագրության բովանդակությունը կեղծված է։ Դուք արհեստական բանականությամբ բազմաթիվ այդպիսի տեսագրություններ տեսել եք սարքած, չէ՞։ Օրինակ ես հիշում եմ, որ Արշակ Սրբազանի ասուլիսից հետո, վերջին ասուլիսից հետո, այսպես էլի բարձրախոսները դրված էին, սրանք բարձրախոս են, թե դրված էին եւ հենց այդ կադրերի վրա հավանաբար նույն մարդիկ կամ նույն խմբերը մեկ այլ տեսագրություն ստեղծեցին, թե իբր Արշակ Սրբազանն այստեղ դրած ինչ-որ օղեր խմում եւ այլն։ Հիմա այդ տեսագրություն, իհարկե տեսագրությունը հետո անհետացավ, չհասկացա որ շնջեցին, երևի հասկացան ինչ են արել։ Հիմա այդ տեսագրությունը, եթե օրինակ ներկայացնեինք այն փորձագետին, որ քննչականի համար այդ փորձակնությունը արել էր, դա էլի պիտի ասել, չէ՞ որ տեսագրության մեջ է անձը եւ Արշակ Սրբազանը հավանաբար կամ հնարավոր է որ նույն անձինք են։ Ընդ որում շատ կարևոր մի բան է, տվյալ տամ, փորձագետը չի հաստատում հաստատապես, որ տեսագրության մեջ պատկերված անձը եւ Արշակ Սրբազանը նույն անձինք են, ասում է հավանաբար նրանք նույն անձինք են, բայց քննչական կոմիտեն միշտ հավանաբար բառը չգիտես ինչի մոռանում։ Հիմա այս շրջանակներում որպեսզի պարզ լինի, թեև արդեն իմ հայտարարությունից հետո ոնց որ թե լրատվամիջոցների կողմից տարածվեց այդ փորձակնության եզրակացությունը։ Ընդ որում ես դրան փորձակնություն չեմ էլ անվանի, որովհետև իսկապես դա մեկ էջից բաղկացած մի փորձակնություն է։ Ես հիմա ուզում եմ ցույց տամ, թե փորձակնության այդ նկարային մասը մեկ էջից է բաղկացած, որի կեսը այս նկարն է։ Հիմա ինչ են արել, տեսագրությունից վերցրել են մի կադր, որտեղ որը իրենց կարծիքով երևում է տղամարդու դեմքը։ Վերցրել են ինտերնետից Արշակ Սրբազանի կադրը, հետո ասել են, դե քիթը նման է, չգիտեմ, ականջների մոտ մազածվածքը նման է, ճակատը նման է, սանրվածքը նույնն է, երկուսն էլ ակնոց են դնում եւ հետեւաբար կարելի է եզրակացնել, որ դա նույն անձն է։ Կարելի է եզրակացնել, կարելի է չեզրակացնել։ Բայց հիշեցնեմ կրկին, որ գլխավոր հարցը տեսագրությունը իրականությանը համապատասխանում է թե ոչ, այդպես էլ չի տրվել։ Ավելին, այս փորձակնությունը նշանակելուց առաջ, ինչպես քրեական դատավարության կարգով օրենսգիրքը սահմանում է, մեզ անգամ չեն էլ ծանոթացրել որոշմանը, որովհետև Արշակ Սրբազանը լինելով շահագրգիռ անձ այս վարույթով, քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է, որ պիտի որոշմանը ծանոթացնեն, որպեսզի հնարավորություն ստանանք մեր հարցերը տալ։ Եվ մեր առաջին հարցը դա է լինելու։ Իսկ տեսագրությունը օբյեկտիվ իրականության մեջ տեղի ունեցել, տեսագրության մեջ պատկերված իրադարձությունները օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեցել են թե ոչ։ Այս հարցը պիտի դրվեր փորձագետին։ Բայց դեռ դա չի հարցը։ Ուզում եմ մի փոքր խոսել փորձագետի մասին առանց անունը տալու։ Այդ եզրակացությունից բացարձակ հասկանալի չէ փորձագետը ինչ կրթություն ունի, ինչ մասնագիտություն ունի, որտեղ է փորձագետը աշխատում, քանի տարվա փորձառությամբ է աշխատում, ինչ մեթոդոլոգիաներով է աշխատել, բացարձակ ոչինչ պարզ չի։ Ինձ մոտ տպավորություն է, որ մի ցանկացած մեկին ուղղակի տվել են, ասել են հարի ստորագրի, դա ցնտել եկել ստորագրել է։ Բայց կրկնում եմ, այդ փորձակնությունը, որով պնդում են, թե հաստատվել է, որ տեսագրության մեջ պատկերված անձը Արշակ Սրբազանն է, իրականությանը չի համապատասխանում առնվազն տեսագրության գոյության, օբյեկտիվ իրականության մեջ այդ տեսագրության մեջ եղած իրադարձությունների գոյության իմաստով։ Թե չէ, հիմա կեղծ տեսագրության մեջ ցանկացածս կարող են լինել եւ ցանկացած անձել նույնիսկ ոչ փորձագետ կարող են նայել, ասել թե հա նման են իրար, դե ոնց որ թե նույն անձն է, բայց դրա մասին չի խոսում։